Արդեն 1 տարուց ավելի է, ինչ դերասանուհի Էթերի Ոսկանյանը ոչ մի հեռուստատեսային նախագծում զբաղվածություն չունի, սակայն հեռուստատիտողը նույն ոգևորվածությամբ ու սիրով սպասում է նրան։ Դերասանուհին էլ սոցիալական իր էջերում հայտնել է, որ երկարատև դադար է վերցնում։ Այս դադարի ընթացքում Էթերի Ոսկանյանը պասիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ հեռացրել է իր հիմնական լուսանկարներից մի քանիսը։ Միայն երբեմն Էթերի Ոսկանյանը ցույց է տալիս իր ճամփորդությունները, ինչպես նաև մի քանի մանրամասներ իր անձնական կյանքից։ Դերասանուհին նկարահանվում էր ամենառեյտինգային նախագծերում, սակայն արդեն մի քանի ամիս է Էթերին էկրաններին չէ։ Նրա երկրպագուներին էլ հետաքրքրում է, թե երբ կտեսնեն և որ հեռուստասերիալում կամ էլ որևէ այլ նախագծում։ Այդ հարցին դերասանուհին անդրադարձել էր իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան անելու ժամանակ։ Հետևորդն այսպիսի մի հարց էր գրել. «Ինչ-որ սերիալում երբ կտեսնենք ձեզ», իսկ դերասանուհին պատասխանել էր հետևյալ կերպ. «Դեռ չգիտեմ, միայն կարող եմ ասել, որ երկարատև դադար եմ վերցրել», նշել էր Էթերի Ոսկանյանը։ Միայն հարկ է նշել, որ դերասանուհին իր ակտիվությունը չի կորցրել ինստագրամյան էջում։ Նա վերջերս ներկայացրեց նոր հոլովակ Թելման Խաչատրյանի հետ ու հայտնեց այն մասին, որ նրանք համատեղ նկարահանվել են նոր գովազդային հոլովակում։ Դե իսկ Թելման Խաչատրյան և Էթերի Ոսկանյան զույգի սիրավեպի մասին քննարկումները դեռ չեն դադարում այն պահից, երբ վերջիններս սկսեցին համատեղ նկարահանվել մի քանի սերիալային նախագծերում։ Խոսակցությունները սկսվել էին դեռ «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի ընթացքից, որտեղ Թելմանն ու Էթերին սիրահար զույգի էին մարմնավորում։ Այդ ժամանակ նրանք պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր էին տեղադրում նկարահանման հրապարակից, հանդես էին գալիս համատեղ ֆոտոշութերով, անգամ նրանց գովազդային համագործակցություններն էին միասին։ Դերասանուհի Իրինա Այվազյանը ևս ամիսներ առաջ անդրադարձել էր այս խոսակցություններին։ Դերասանուհին նշել էր, որ ամբողջ քաղաքն է խոսում այն մասին, որ Թելմանը ու Էթերին միասին են։ Նրանց սիրավեպի մասին խոսակցություններն էլ ավելի սրվեցին, երբ զույգը միասին մեկնեց Միացյալ Նահանգներ։ Նրանք սկզբնական շրջանում չէին մանրամասնում, թե ինչ նպատակ ունի ուղևորությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք ևս մեկ անգամ համատեղ նախագիծ կունենան։ Այս անգամ խոսքը 3 նամակ Բելայից հեռուստասերիալի մասին էր, որտեղ նրանք կրկին գլխավոր դերերում էին։ Եվ չնայած նրան, որ 1 տարուց ավելի է, ինչ չեն դադարում այս խոսակցությունները, այնուամենայնիվ Թելմանը և Էթերին ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս խոսակցությունները, այլ հակառակը, իրենց հրապարակումներով խթանել են դրանց տարածմանը։ Օրերս նրանք կրկին համատեղ լուսանկարներ ու հոլովակներ էին հրապարակել, արժանանալով հետևորդների ջերմ մեկնաբանություններին։ Շատերն էին գրել, որ նրանք ասես կինոյից զույգ լինեն, մյուսներն էլ նշում էին, թե ավելի սիրուն ու համապատասխան զույգ դժվար է պատկերացնել։ Եվ այս խոսակցություններից ամիսներ անց Էթերին հերթական հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ իր սիրտը ազատ է, ակնարկելով, որ իր և Թելման Խաչատրյանի հարաբերությունները այլևս ավարտված են։ Դերասանուհի Էթերի Ոսկանյանը իր ինստագրամյան էջի միկրոբլոգում նոր լուսանկարներ հաճախ է հրապարակում տարբեր գրառումներ անելով։ Star News-ը ձեզ է ներկայացնում դրանցից մի քանիսը։ Մեր կյանքը մեր մտքերի հետևանքն է։ Դրանք ծնվում են մեր սրտում, այն իրականանում է մեր մտքերի օգնությամբ։ Եթե մարդը խոսում ու գործում է բարի մտքով, ուրախությունը ստվերի պես նրան կհետևի և երբեք չի լքի։ Մի անգամ իր լուսանկարներից մեկին կից գրել էր Էթերին։ Եվ որքան էլ դերասանուհու կերպարը դրական է ու լուսավոր, նրա կյանքում դժվար փուլեր ևս եղել են։ Դերասանուհին հաճախ է կիսվում իր լուսահոգի հայրիկի մասին։ Նա մի անգամ գրել էր հետևյալը. «Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ կամ նույնիսկ պարզապես զանգահարել քեզ։ Ես հստակ հիշում եմ քո յուրաքանչյուր հայացքը, քո ձայնը և յուրաքանչյուր ինտոնացիան։ Հույս ունեմ, ես քեզ հաճախ չեմ տխրեցրել։ Չնայած երբեմն հավանաբար պատահում է, բայց ես չեմ ուզում, որ դու շատ անհանգստանաս մեզ համար։ Հավատում եմ, որ մի օր բոլորս հանդիպելու ենք մեր սիրելի մարդկանց, իսկ հետո ես քեզ ամուր կգրկեմ ու կասեմ, թե որքան ենք կարոտում քեզ։ Կպատմեմ բոլոր այն իրադարձությունների մասին և անպայման կասեմ, թե ինչքան եմ քեզ սիրում, ինչպես եմ կարոտում և ինչքան եմ կարոտում մեր խոսակցությունները, թե ինչպես ակամա ձեռքս մեկնվում է դեպի հեռախոսը քեզ զանգահարելու համար, պատմելու, թե ինչպես է անցել օրս, և ամեն անգամ, երբ նստում եմ մեքենան, սպասում եմ, որ զանգես ու ասես. աղջիկս, նորից խցանման մեջ եմ,
ասա, ինչպես ես։ Ես նաև կասեմ քեզ, որ ամեն օր գլխումս թերթում եմ մեր վերջին խոսակցությունը, եւ ես խոստացա, որ ժամանակ կունենամ քեզ մոտ գալու, բայց ժամանակ չունեցա գալ եւ գրկել քեզ։ Սիրում եմ քեզ, պապ, գրել էր Էթերի Ոսկանյանը։ Դերասանուհու սոցիալական էջերում իրոք որ անկեղծ հրապարակումները շատ են, դրանցից մեկը եւս ներկայացնում ենք ձեզ։ Բարև, այնքան շատ եք, ուրախ եմ, որ եկել եք իմ Instagram-յան էջ։ Մենք շատ արձագանքներ չունենք, բայց ես կարդում եմ ձեր բոլոր մեկնաբանություններն ու հաղորդագրությունները եւ փորձում եմ դրանք անպայման չթողնել անպատասխան։ Շնորհակալ եմ ձեր զգացմունքներով, մտքերով կիսվելու, մեկնաբանություններում քաղաքավարի մնալու համար եւ շնորհակալ եմ, որ համբերատար եք, երբ ես երկար ժամանակ անհետանում եմ։ Ես ուզում եմ ձեզ մի փոքր պատմել այս լուսանկարի մասին։ Ավելի հաճախ այն մարդիկ, ովքեր ձեզ մտերիմ են, մարդիկ, ովքեր ձեզ լավագույնս են ճանաչում, կարողանում են փոխանցել ձեր տրամադրությունը լուսանկարներով։ Ոչ թե շրջակայքը, այլ հենց ձեր տրամադրությունը։ Ահա այդպես։ Քո սիրելի այգին, ծանոթ նստարանը, տաքացող եւ թափանցող արևը երկար քնած ծառերի ճյուղերի միջով ու պատահական կրակոց այնպիսի ոչ պատահական տրամադրությամբ, որ ընկերուհին բռնեց։ Ես ինչ-որ բան էի պատմում, ու նա հանկարծ ասաց. «Սպասիր, սառիր, ոչինչ մի ասա», եւ ստացվեց այս լուսանկարը։ Ես սիրում եմ լուսանկարներ առանց մշակման, որտեղ կարող ես տեսնել, թե ով եմ ես, որտեղ ես ճանաչում եմ ինքս ինձ, ուրախ, թե մտածված, երբեմն տխուր, երբեմն էլ կլանված աշխատանքի մեջ։ Ես ուզում եմ կիսվել այս իրական կադրերով, առանց ֆիլտրերի, առանց ուղումների, ինչպես որ կա, ոչ ամենաիդեալականը։ Ես ուզում եմ, որ նրանք ինձ հենց այդպես էլ ընկալեն, իմ պատմություններով, իմ ճշմարտությամբ եւ իմ սխալներով, ձեռքբերումներով եւ իմ անհաջողություններով, առանց ֆոտոշոփի, դեմքիս եւ կյանքում։ Իհարկե հարմար է, երբ կարողանում ես հարթել այն, ինչ իրականում քեզ դուր չի գալիս, բայց որքան զարմանալի է, երբ նույնիսկ քո այս կոպիտ դեմքի եզրերը ընդունված ու սիրված, չուղված կամ կշտամբված են։ Նրանք սիրում են ոչ թե քո իդեալականը, այլ քեզ։ Սա սիրո ամենաբարձր աստիճանն է, երբ կարող ես սխալվել, սայթաքել, երբ քեզանից անսխալականություն չի պահանջվում, եւ դու գիտես, որ դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր ընդունում եւ սիրում են ձեզ ինչպես որ կաք։ Այնպես որ իմ էջում կան մի քանի կատարյալ լուսանկարներ, բայց շատ կենդանի լուսանկարներ, գրել էր դերասանուհին ու հավելել հետևյալը. Կյանքը գրեթե միշտ սպասում է, սպասում հանդիպման, ամենակարևոր խոսքերին ու արարքներին, սպասում է հարմար պահի, արձակուրդի կամ երկուշաբթի օրվան, սպասում է, որ զգացմունքները վերջապես հովանան, կամ նրանք վերջապես կգան ձեր կյանք, սպասելով պատահական հանդիպման, զանգի կամ իրական ժամադրության եւ երբեմն առանց նկատելու այս սպասումի մեջ մենք կարոտում ենք հենց կյանքը։ Յուրաքանչյուր ոք ունի իր սպասելիքները։ Ինձ համար դժվար է, շատ, եւ երևի դրա համար է, որ ակնկալիքն այնքան ամուր է կառչել ինձ եւ բաց չի թողնում։ Բայց կյանքը պատկանում է ուժեղներին, համարձակներին, համբերատարներին եւ նաեւ նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես գոյակցել ու ընդունել այս ակնկալիքի մեջ որպես կյանքի մի մաս, բայց ոչ որպես հիմք, գրել էր դերասանուհի Էթերի Ոսկանյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել Էթերի Ոսկանյանի կյանքից, մտքերից ու անցած բարդ ճանապարհից։